Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32,042 ծնունդ։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ծնվել է 33,593, իսկ 2023-ին 36,590 երեխա։ Այլ կերպ երկու տարվա ընթացքում ծնունդների թիվը նվազել է ավելի քան 4,5 հազարով։ Մասնագետներին մտահոգում է մեկ այլ ցուցանիշ ևս՝ պտղաբերության գործակիցը։ Այն ցույց է տալիս, թե վերարտադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով միջինում քանի երեխա է ծնվում։ Այս ցուցանիշը նույնպես շարունակվում է նվազել, նկատելիորեն հեռանալով բնակչության բնական վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից։ Մտահոգիչ է սովետական վերջին տարիներին։ Մեր մոտ 75-76 հազար նորածիններ էր լինում ամեն տարի։ Հիմա մենք խոսում ենք 34, 35, 36-ի մասին։ Հիմնականում ասենք 3 ուղղությամբ են էլի ծրագրերը լինում պետական։ Առաջինը խթանում են ծնելիությունը, այսինքն առաջի երեխայի կապակցությամբ երկրորդի, երրորդի ֆինանսական լուրջ օգնություններ։ Դեռ հաջորդը դա կանանց հետ կապված, ասենք 6 ամիս հետո հեռավար ձևով աշխատեն։ Երրորդը կասեի հիմնականներից է երիտասարդ ընտանիքների համար ավելի էժան հիպոթեկային հարմար վարկերով բնակարաններ տրամադրել։ Ինչու են հայ ընտանիքները ավելի քիչ երեխաներ ունենում։ Պատճառները բազմաթիվ են։ Սոցիոլոգները թվարկում են տնտեսական անորոշությունը, բնակարանային խնդիրները, երիտասարդների ուշ ամուսնությունները, արտագաղթը եւ աշխատաշուկայի փոփոխությունները։ Դրանից բացի նշվում է նաեւ, որ կանայք ավելի հաճախ նախընտրում են նաեւ կրթություն ստանալ, կայանալ մասնագիտության մեջ, ապա միայն մտածել ընտանիք կազմելու մասին։ Արդյունքում առաջին երեխայի ծնունդը հետաձգվում է, իսկ ընտանիքներում երեխաների ընդհանուր թիվը նվազում։ Ծնելիության անկումը շարունակվում է, նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն եթե պտղաբերության ցուցանիշը ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի։ Եթե միտումը շարունակվի, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է բախվել դպրոցականների թվի նվազման, աշխատուժի պակասի եւ բնակչության ծերացման ավելի խորացող խնդիրների։ Դեմոգրաֆները ընդգծում են, գործընթացը հնարավոր չի փոխել կարճ ժամանակում։ Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ պետական քաղաքականություն, երիտասարդ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցություն, բնակարանային ծրագրեր, մանկապարտեզների հասանելիություն եւ կայուն տնտեսական միջավայր։ Թեև յուրաքանչյուր ընտանիքի համար երեխա ունենալու որոշումը անձնական է, սակայն հարկ է արձանագրել, որ հենց այդ որոշումների հանրագումարն է ուրվագծում երկրի ժողովրդագրական պատկերը։ Իսկ առկա վիճակագրությունը հուսադրողներից չէ եւ վկայում է, որ Հայաստանին ներկայացող կարևորագույն մարտահրավերներից մեկն էլ շարունակում է մնալ ծնելիության անկումը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։